Հունվարի 31-ին ոստիկանության կոլեգիայի նիստում ոստիկանության պետ Վլադիմիր Գասպարյանը հատուկ ուշադրություն դարձրեց համակարգը մեր պատկերացրած ոստիկանի կերպարին անհարիր կադրերից մաքրելու անհրաժեշտությանը։ Ոստիկանությունը պետք է ձերբազատվի տարիներով իր շարքերը սողոսկած, անտարբեր, անբան, ուսադիրը սեփական շահի համար օգտագործող, նաև հանցամետ տարերի հետ կապ ունեցող անձանցից։ Հանցագործը մտել է մեր շարքերը։ Ոստիկանությունում տված է պահպանել, սկսած ազգային գրադարանը, համալսարանի գրադարանները, այդ ոստիկանները թալանում են։ Հենց վստահված պահեստը բացում են, 120 տուփ սուրճ, թեյ եւ այլն թալանում են 3-4 աշխատակցով։ Բայց փառք Տիրոջը կան էլի ոստիկաններ, որ թալանող ոստիկաններին են ձերբակալում։ Ոստիկանության պետի նշած հանցագործությունն էլ բացահայտվել է ոչ պատահաբար։ Ոստիկանապետի ցուցումով վեր են հանվել մեր պահպանման օբյեկտներից կատարած գողությունների գործերը։ Դրանցից մեկով լուրջ աշխատանք տարվեց եւ պարզեց, որ գողություն կատարողները հենց մեր աշխատակիցներն էին։ Ոստիկանության պետական պահպանության եւ քրեական հետախուզության գլխավոր վարչությունների աշխատակիցների ձեռնարկած համատեղ միջոցառումների արդյունքում գողություն կատարելու կասկածանքով բռնվեցին պետական պահպանության գլխավոր վարչության Էրեբունու բաժնի ծառայողներ։ Արտակ Ղազարյանը աշխատում էր որպես վարորդ ոստիկան, համակարգում էր 2000 թվականից։ Գևորգ Գևորգյանը աշխատում էր որպես ջոկի հրամանատար, համակարգում էր 1988 թվականից։ Եվ Վաչագան Իսպիրյանը աշխատում էր որպես ջոկի հրամանատար, համակարգում էր 2000 թվականից։ Նրանք խոստովանեցին, որ 2009 թվականի հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, կոնկրետ օրը չեն հիշում, հարմարեցված բանալիով բացել են քաղաքային ունիվերսալ բազա սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության Արինբերդի փողոցում գտնվող պահեստներից մեկի կախովի փականը եւ հափշտակել 130 արկղ թեյ ու լուծվող սուրճ։ Կատարվում է նախաքննություն։ Ըստ Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի հունվարի 31-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է գողության 16 դեպք, բացահայտվել է 10, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 6, խուլիգանության 1, յուրացման կամ վատման 2 եւ խարդախության 4 դեպքերն էլ բացահայտվել են։ Անցած մեկ օրում նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 2 եւ մարմնական վնասվածք հասցնելու, կողոպուտի, ավազակային հարձակման եւ ապօրինի ծառայատման մեկական դեպք։ Անցած մեկ օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար, ինչի հետևանքով 6 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։ Ոստիկանության ապարանի բաժնի կողմից որպես անհայտ կորած որոնվում է Ապարան քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի բնակչուհի 1988 թվականին ծնված Օլգա Մինասյանը։ Հագին եղել է սև բաճկոն, կապույտ ջինս սետաբատ, սև ձմեռային կոշիկներ։ Օլգա Մինասյանի մասին տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության ապարանի կամ մոտակա բաժին կամ զանգահարել 0252 242 12 098 28 04 41 հեռախոսահամարներով։ 2010 թվականի փետրվարի 28-ին վաղ առավոտյան ոստիկանության կենտրոնականի բաժնի Մարաշի բաժանմունք էր հազանգել Հնդկաստանի մի քաղաքացի եւ հայտնել ավազակային հարձակման մասին։ Մաուի Ջահուդարին բժշկական համալսարանի ուսանող էր ու հանկարծակիի էր եկել տուն մտած եւ իր վրա հարձակվածի գործողություններից։ Իմ հետ 2 տարի առաջ դեպք եկել է, իմ տուն մտել ենք, ինձ շիշով խփել են գլքին եւ ես ոստիկանուն այս ժամանակ դիմել եմ։ Հիմա իրանք ինձ կանչել են, որ ոնց որ գործեր նորի բացվել է։ Մաուդին անմիջապես զանգել էր ոստիկանություն ու հայտնել եղելությունը։ Ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս բերման է ենթարկվել Աբովյան քաղաքի Հանրապետության 15A շենքի 12 բնակարանի բնակիչ Կարեն Վահանի Մկրչյանը, որտեղ եւ խոստովանել է ավազակային հարձակումը իր կողմից կատարելու մասին։ 1988 թվականին ծնված, նախկինում դատված ավազակային հարձակում կատարած Կարեն Մկրչյանը 2 տարի անց տհաճ հանդիպում ունեցավ քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողների հետ ու բերման ենթարկվեց վարչություն։ Նկարահանվել սակայն չցանկացավ։ Ի հեճուկս Մկրչյանի Մաուի Ջահուդարին ոչ միայն պատմեց մանրամասները, այլև երախտիկի խոսք ուղղեց ոստիկաններին։ Ես շատ շնորհակալ եմ Հայաստանի ոստիկանության համար, որ իմ 2 տարի առաջ գործ նորից բացվել է։ Կարեն Մկրչյանը ձերբակալված է։ Հերթապահ մասի տեսախցիկը կրկին շրջեց Երևանի փողոցներում, արձանագրելով երթևեկության կանոնների ակնհայտ խախտումներ։
Նկարահանված տեսանյութերի հիման վրա ճանապարհային ոստիկանության կողմից կայացվելու են որոշումներ տրանսպորտային միջոցների իրավախախտում կատարած տերերին կամ դրանք վարող անձանց վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ։